Գիտեք արդյոք, որ միայն մեկ աղոթքը կարող է ամբողջությամբ փոխել ձեր կյանքը։ Պարզ խոսքեր, բայց այն խոսքերը, որոնց մեզ սովորեցրել է Հիսուս Քրիստոսը, կրում է այնպիսի զորություն, որ կարող է շրջել ձեր հոգևոր կյանքը։ Այսօր դուք կբացահայտեք «Հայր մեր» աղոթքի թաքնված գաղտնիքները, եւ այնինչ կիմանաք, կարող է հավիտյան փոխել ձեր աղոթքի ձևը։ Ուստի հենց հիմա լայք դրեք այս տեսանյութին, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նման նոր նյութեր։ Իսկ հիմա գնանք միասին։ Այնինչ դուք այսօր կբացահայտեք, կարող է դառնալ հենց այն պատասխանը, որին այդքան երկար եք սպասել։ Ամենազորեղ աղոթքի առաջին գաղտնիքը։ Երբևէ մտածել եք «Հայր մեր» խոսքերի մասին։ Այս աղոթքը, որն այդքան հաճախ կրկնվում է մեխանիկական կերպով, իրականում Քրիստոսի կողմից տրված հոգևոր գաղտնիք է։ Այն կրում է փոխակերպող զորություն Աստծու հետ։ «Հայր մերը» ոչ միայն խոսքերի հաջորդականություն է, այլ կատարյալ օրինակ, որը կոչված է սովորեցնելու մեզ աղոթել խորքային եւ անկեղծորեն։ Քանի անգամ ենք մենք աղոթում միայն շուրթերով, իսկ մեր միտքը այդ ժամանակ թափարում է ինչ-որտեղ հեռու։ Հիսուսը գիտեր այդ մարդկային թուլությունը եւ տվեց մեզ աղոթք, որ միավորում է սիրտը, միտքը եւ հոգին, երկնային հոր հետ սերտ զրույցում։ Յուրաքանչյուր արտահայտություն ունի խոր իմաստ, պարունակում է ուսմունք, որը մղում է մեզ խորել մեր հոգևոր կյանքի եւ Աստծո հետ հարաբերությունների մասին։ Գաղտնիքը այսպիսով կայանում է ոչ թե մեխանիկական կրկնության մեջ, այլ այդ խոսքերի իրական հասկացման մեջ։ Երբ Հիսուսն ասաց «աղոթեք այսպես», նա մեզ տվեց ոչ թե սովորած սցենար, այլ բանալի, Աստծո հետ իսկական հարաբերություններ կառուցելու համար։ Նա, ով իսկապես հասկանում է «Հայր մեր» աղոթքը, գտնում է հավատի, հույսի եւ ներքին փոխակերպման անսպառ աղբյուր։ Մտածեք, երբևէ աղոթել եք «Հայր մեր», փորձելով զգալ յուրաքանչյուր խոսք սրտի խորքում։ Եթե ոչ, ժամանակն է փորձել ինչ-որ նոր բան։ Կենդանի եւ գիտակից աղոթքը կարող է դառնալ հոգևոր ճանապարհի սկիզբ, որի մասին նույնիսկ չեք երազել։ Մի թերագնահատեք այս աղոթքի զորությունը։ Հիսուսը տվեց այն մեզ որպես աստվածային պարգև, մերձենալու Աստծուն եւ թույլ տալու, որ նրա կամքը փոխակերպի մեր կյանքերը։ Երկրորդ, Հիսուս Քրիստոսի ուղակի ուսմունքը։ Հիսուսի բոլոր ուսմունքներից «Հայր մեր» աղոթքը առանձնանում է որպես աղոթքի իդեալական օրինակ։ Լեռնային քարոզի ժամանակ, որ գրված է Մատթեոս 6:9-13-ում, Հիսուսը քննադատեց այն աղոթքները, որոնք ասվում էին միայն շրջապատողներին տպավորելու համար։ Նա առաջարկեց բոլորովին նոր ձև, հաղորդակցվելու հոր հետ մտերմությամբ, անկեղծությամբ եւ նպատակասլացությամբ։ Այդ ժամանակ շատ կրոնական առաջնորդներ օգտագործում էին աղոթքները հանրային ճանաչում ձեռք բերելու համար։ Աղոթում էին բարձրաձայն հրապարակներում եւ ժողովարաններում, ծափահարությունների եւ գովեստի համար։ Սակայն Հիսուսը հստակ ասաց, որ Աստծուն չեն տպավորում դատարկ խոսքերը։ Նա փնտրում է անկեղծ սիրտ, որը աղոթում է հեռու մարդկային աչքերից, բայց երկնային հոր սիրող հայացքի տակ։ Մտիր քո սենյակը, փակիր դուռը եւ աղոթիր, որ գաղտնիում է։ Այս հրահանգը Հիսուսի մնում է հեղափոխական նաեւ այսօր։ Նա հրավիրում է մեզ անձնական հանդիպման, որտեղ չկան շեղող գործոններ եւ դիմակներ, այլ միայն մաքուր եւ անկեղծ զրույց ստեղծչի հետ։ Պարգևը Աստված լսում է յուրաքանչյուր խոսք եւ պատասխանում է հզոր կերպով, նույնիսկ եռության մեջ։ Հիսուսի այս ուղակի ուսմունքը նաեւ ցույց է տալիս աղոթքի պարզությունը։ Մեզ պետք չէ բարդ խոսքեր կամ շքեղ արտահայտություններ խոսելու Աստծո հետ։ Բավական է խոնարհ եւ անկեղծ սիրտ, պատրաստ լսելու եւ հնասանդվելու նրա կամքին։ Ուստի երբ աղոթում եք, հիշեք, Հիսուսը սովորեցրեց մեզ, որ աղոթքը ոչ միայն խնդրանք է, այլ խորքային կապ հոր հետ։ Գնահատեք այդ ժամանակը եւ թույլ տվեք, որ նա խոսի ձեր սրտին։ Երրորդ. Հայր մեր, որ երկինքում ես, ամեն ինչի սկիզբը։ Երբ Հիսուսը սովորեցրեց մեզ սկսել աղոթքը «Հայր մեր, որ երկինքում ես» խոսքերով, նա բացահայտեց մեզ Աստծո անհավատալի մտերմություն, որպես հայր, եւ միաժամանակ նրա իշխանություն որպես երկնքի Տեր։ Այս խոսքերը կրում են խոր իմաստ, որ փոխում է մեր հասկացողությունը նրա հետ հաղորդակցվելու մասին։ Աստծուն հայր անվանելը նշանակում է ընդունել հրավերը դեպի մտերիմ, սիրող եւ անձնական հարաբերություններ։ Նա հեռու եւ անհասանելի Աստված չէ, նա մեր հայրն է, որ անվերապահ սիրով սիրում է մեզ եւ հոգ է տանում մեր կյանքի յուրաքանչյուր մանրուքի մասին։ Սա փոխում է ամեն ինչ։ Աստված մեր հայր լինելը լցնում է մեզ վստահությամբ եւ խաղաղությամբ։ Բայց Հիսուսը դրանով չի կանգնում։ Ասելով, որ երկինքում ես, նա հիշեցնում է մեզ Աստծո մեծության եւ սրբության մասին։ Հայրը, որ սիրում է մեզ, միաժամանակ տիեզերքի ստեղծիչն է,
իշխանավոր տիրակալը, որ կառավարում է ամեն ինչ։ Այս հավասարակշռությունը սիրո եւ զորության միջև ցույց է տալիս մեզ, որ Աստված ոչ միայն լսում է աղոթքը, այլ ունի զորություն իրագործելու այն։ Երբ աղոթում եք, հասկանում եք, որ խոսում եք արքաների արքայի հետ, բայց միաժամանակ Հոր հետ, որ ցկտում է լսել ձեր ձայնը։ Այս գիտակցությունը առաջին քայլն է դեպի ավելի խորքային եւ իսկական աղոթք։ Ուստի սկսելով աղոթքը, գնահատեք յուրաքանչյուր խոսք, ճանաչեք Աստծո մտերմությունն ու մեծությունը, դիմեք նրան որպես Հոր վստահությամբ։ 4. Աստծո անունը, թող սուրբ լինի։ Թող սուրբ լինի քո անունը, սա ոչ միայն գեղեցիկ խոսքեր են, այլ հզոր արտահայտություն հարգանքի Աստծո հանդեպ։ Ասելով այս խոսքերը մենք ճանաչում ենք, որ Աստծո անունը սուրբ է, մաքուր եւ արժանի ամեն գովասանքի։ Աստվածաշնչում մարդու անունը խորհրդանշում է նրա էությունը եւ բնավորությունը։ Աստծո հետ նույնն է, նրա անունը արտացոլում է, թե ով է նա՝ ստեղծիչ, փրկիչ։ Սրբացնելով Աստծո անունը, մենք արտահայտում ենք հարգանք, շնորհակալություն եւ պատրաստակամություն ապրելու այնպես, որ փառավորվի նա։ Սա նաեւ գործողության կոչ է։ Աղոթելով թող սուրբ լինի քո անունը, մենք պարտավորվում ենք ապրել այնպես, որ Աստծո բնավորությունը եւ նրա փառքը դրսևորվեն մեր արարքներով։ Սա մեզ ստիպում է մտածել, արդյոք իմ կյանքը փառավորում է Աստծո անունը։ Բացի դրանից, Աստծո անունը պետք է սուրբ լինի եւ չօգտագործվի անփույթ առօրյայում։ Երբ գիտակցում ենք սա, ցույց ենք տալիս, թե որքան ենք գնահատում եւ հարգում մեր Ստեղծիչին։ Ուստի աղոթելիս ասեք սրտանց. թող սուրբ լինի քո անունը։ Թող այս խոսքերը լցնեն ձեր սիրտը շնորհակալությամբ եւ օգեշնչեն ապրել այնպես, որ փառավորվի Աստվածը։ 5. Թող գա քո արքայությունը։ Երբ աղոթում ենք թող գա քո արքայությունը, մենք խնդրում ենք շատ ավելին, քան կարող ենք պատկերացնել։ Մենք կոչ ենք անում, որ Աստծո կամքը եւ արդարությունը դրսևորվեն այստեղ, երկրի վրա, ինչպես կատարյալ են երկնքում։ Այս արտահայտությունը հիշեցնում է մեզ երկու կարևոր բանի մասին։ Առաջին, որ գոյություն ունի Աստծո արքայություն, տեղ, որտեղ խաղաղություն, սեր եւ արդարություն բացարձակապես թագավորում են։ Երկրորդ, որ մենք կոչված ենք լինել այդ արքայության գործիքներ երկրի վրա։ Խնդրել Աստծո արքայության գալուստը ոչ միայն աղոթք է, այլ պարտավորություն։ Սա նշանակում է, որ մենք պատրաստ ենք հրաժարվել մեր ցանկություններից եւ անձնական արքայություններից, որպեսզի Աստծո ծրագիրը կատարվի մեր կյանքում։ Սա ամբողջական եւ անկեղծ նվիրվածություն է։ Երբևէ մտածել եք, թե ինչ կլիներ, եթե ապրեինք Աստծո արքայության սկզբունքներով։ Պատկերացրեք աշխարհ, որտեղ բարությունը, առատաձեռնությունը եւ մերձավորի հանդեպ սերը նորմալ լինեին, ոչ թե բացառություն։ Հենց սա է ուզում մեզ համար Հայրը։ Ուստի երբ աղոթում եք թող գա քո արքայությունը, ասեք սրտանց եւ հավատով։ Խնդրեք, որ Աստված սկսի այդ փոխակերպումը ձեզանից։ Եղեք արքայության գործակալ, կրելով Քրիստոսի լույսը, ուր էլ գնաք։ 6. Հնազանդություն Աստծո կամքին։ Թող լինի քո կամքը։ Աղոթելով թող լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մենք ոչ միայն խնդրում ենք ինչ-որ բան Աստծուց, այլ հանձնում ենք կյանքը նրա ձեռքը։ Սա պահանջում է հավատ, խոնարհություն եւ քաջություն։ Հիսուսը սովորեցրեց մեզ, որ Հոր կամքը միշտ բարի է, հաճելի եւ կատարյալ։ Սակայն հրաժարվել սեփական ցանկություններից եւ ծրագրերից միշտ չէ որ հեշտ է։ Քանի անգամ ենք խնդրում Աստծուց ինչ-որ բան, բայց սրտի խորքում ուզում ենք, որ նա անի մեր կամքով։ Ասելով այս խոսքերը մենք ասում ենք. Տեր, ես պատրաստ եմ վերածել դժվար իրավիճակները աճի հնարավորությունների։ Երբ Հիսուսը աղոթում էր Գեթսեմանի պարտեզում խաչ բարձրանալուց առաջ, նա ասաց. ոչ իմ կամքը, այլ քոնը թող լինի։ Ղուկաս 22:42։ Նույնիսկ ցավի մեջտեղում Հիսուսը վստահեց Հոր ծրագրին, եւ այդ վստահությունը բերեց փրկություն ամբողջ աշխարհին։ Մտածեք, պատրաստ եք իսկապես թույլ տալ, որ Աստված առաջնորդի ձեր կյանքը։ Վստահել նրա կամքին ոչ թե պասիվություն է, այլ հավատով լի ակտիվ նվիրվածություն, աղոթք եւ առաջ շարժվել հաստատուն հավատով, որ Հոր ծրագրերը լի են բարությամբ։ Երբ աղոթում եք թող լինի քո կամքը, դուք ասում եք. ես վստահում եմ քեզ Տեր, նույնիսկ եթե չեմ հասկանում։ Այս խոսքերը կարող են խաղաղություն բերել ձեր սրտին եւ բացել դռներ, որոնք կարող է բացել միայն Աստված։ 7. Ամենօրյա կախվածություն։ Մեր հանապազօրյա հացը դուր մեզ այսօր։ Քանի անգամ եք անհանգստացել վաղվա օրվա համար այս անորոշություններով լի աշխարհում։ Հիսուսը սովորեցնում է մեզ խնդրել միայն ամենօրյա հաց, ճանաչելով մեր ամբողջական կախվածությունը երկնային Հորից։ Այս արտահայտությունը շատ ավելի է, քան ֆիզիկական հացը։ Հովհաննես 6:35-ում Հիսուսն ասում է. Ես եմ կյանքի հացը։
Այնինչ նա առաջարկում է սնունդ է, որ սնում է մարմինը, հոգին եւ ոգին։ Հացը խորհրդանշում է ամեն ինչ, ինչ մեզ պետք է կյանքի համար՝ զորություն, խաղաղություն, քաջություն եւ հավատ, հաղթահարելու յուրաքանչյուր օր։ Խնդրել ամենօրյա հացը նշանակում է սովորել ապրել ներկայով, վստահելով, որ Աստված կապահովի մեզ անհրաժեշտով ճիշտ ժամանակին։ Հաճախ վաղվա մասին անհանգստությունը խանգարում է տեսնել Աստծո հոգատարությունը այսօրվա համար, բայց Հիսուսը կոչ է անում գտնել խաղաղություն նրա հավատարմության մեջ։ Աստված հոգ է տանում մեզ այսօր եւ կհոգա վաղը։ Բացի դրանից, աղոթքի այս մասը հիշեցնում է մեզ կիսվելու կարևորության մասին։ Եթե Աստված տալիս է մեզ հաց, ապա որ մյուսները չկարոտվեն։ Ինչպես ասաց Հիսուսը. «Ես քաղցած էի, եւ դուք ինձ կերակրեցիք» Մատթեոս 25:35։ Ուստի ասելով մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, շնորհակալ եղեք ամենօրյա ապահովության համար եւ վստահեք Հոր հոգատարությանը։ Ապրեք շնորհակալությամբ, առատաձեռնությամբ եւ հավատով, իմանալով, որ Աստված երբեք չի հիասթափեցնի։ 8. Ներում, որ ազատում է։ Աստծուց ներում խնդրելը խոնարհության եւ նրա շնորհի կարիքի ճանաչման արարք է։ Ներիր մեզ մեր պարտքերը խոսքերով մենք ճանաչում ենք, որ սխալվում ենք, մեղանչում եւ կախված ենք Հոր ողորմած սիրուց։ Բայց ահա մարտահրավերը։ Հիսուսը սովորեցնում է խնդրել ներում, ինչպես եւ մենք ներում ենք մեր պարտապաններին։ Այսինքն մեզ տրվող ներումը ուղղակի կապված է այն ներման հետ, որ մենք տալիս ենք ուրիշներին։ Սա լուրջ է, չէ՞։ Ներելը քրիստոնեական կյանքի ամենադժվար կողմերից մեկն է։ Պահել վիրավորանքները եւ դառնությունը թվում է ավելի հեշտ, բայց սա միայն վիրավորում եւ կապում է մեզ։ Ներելը ոչ թե մոռանալ է, այլ ազատվել անցյալի շղթաներից։ Հիսուսը գիտեր փոխակերպող զորությունը եւ տվեց մեզ մեծ օրինակ խաչի վրա, ասելով. «Հայր, ներիր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում»։ Ղուկաս 23:34։ Ներելը սիրո եւ հնազանդության արարք է, որ մերձեցնում է մեզ Աստծուն եւ խաղաղություն է բերում սրտին։ Ուստի անկեղծորեն ասեք. «Տեր, ներիր իմ մեղքերը եւ օգնիր ինձ ներել նրանց, ովքեր վիրավորել են ինձ»։ Ներումը ոչ միայն ազատություն է մեղավորի համար, այլ բուժում ձեր սեփական սրտի համար։ 9. Դժվար առաջադրանք՝ ներել ուրիշներին։ Հիսուսը զգուշացնում է մեզ. եթե ուզում ենք ստանալ ներում, պետք է ներենք ուրիշներին։ Այս ուսմունքը տեսության մեջ այդքան պարզ է, բայց պրակտիկայում կարող է դառնալ ամենադժվար մարտահրավերներից մեկը։ Ի վերջո, ինչպես ներել նրան, ով խորքային վիրավորել է մեզ։ Ներելը չի նշանակում անտեսել կատարվածը կամ ձևացնել, որ ցավը չկա։ Ներելը նշանակում է գիտակցաբար ընտրել թույլ չտալ, որ վիրավորանքը եւ դառնությունը տիրեն ձեր սրտին։ Սա նշանակում է վստահել իրավիճակը Աստծո ձեռքը եւ թույլ տալ, որ նա բերի բուժում եւ արդարություն։ Հաճախ մենք մտածում ենք, որ ներումը օգուտ է բերում մյուսին, բայց իրականում այն ազատում է մեզ, մենք դառնում ենք մեր իսկ բանտարկյալները։ Ներումը վերադարձնում է խաղաղությունը եւ տեղ բացում Աստծո գործողության համար մեր կյանքում։ Հիսուսը կոչ է անում ներելու, քանի որ ինքը ներեց մեզ։ Կողոսացիներ 3:13-ում ասված է. «Ինչպես Քրիստոս ներեց ձեզ, այնպես էլ դուք ներեք միմյանց»։ Եթե Աստված լինելով սուրբ ներում է մեզ, ապա ովքեր ենք մենք, որ հրաժարվենք ներումից ուրիշներին։ Հարց տվեք ինքներդ ձեզ. ում պետք է ներեմ այսօր։ Աղոթեք Աստծուն, խնդրեք զորություն եւ արեք առաջին քայլը։ Ներումը գործընթաց է, բայց յուրաքանչյուր քայլ բերում է բուժում, ազատություն եւ վերականգնում։ 10. Հոգևոր պաշտպանություն։ Մի տանիր մեզ փորձության։ Մենք ապրում ենք փորձություններով լի աշխարհում, ամեն օր բախվում ենք ընտրությունների, որ կարող են հեռացնել մեզ Աստծուց։ Ուստի Հիսուսը սովորեցնում է աղոթել. «Մի տանիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից»։ Այս արտահայտությունը ճանաչում է մեր մարդկային թուլությունը։ Որքան էլ փորձենք, մենք թույլ ենք եւ կարիք ունենք Աստծո օգնության դիմակայելու փորձություններին։ Հակոբոս 1:13-ում ասված է, որ Աստված չի փորձում մեզ, բայց թույլ է տալիս փորձություններ ամրապնդելու մեր հավատը։ Խնդրանքը մի տանիր մեզ փորձության, աղոթք է հոգևոր զգացողության եւ զորության համար։ Մենք խնդրում ենք Աստծուն օգնել ճանաչել թակարդները նախքան ընկնելը եւ տալ քաջություն ընտրելու ճիշտ ճանապարհը, նույնիսկ եթե դժվար է։ Բացի դրանից, խնդրանքը փրկիր մեզ չարից, ցույց է տալիս, որ ճանաչում ենք հոգևոր պայքարը, որում գտնվում ենք։ Եփեսացիներ 6:12-ում Պողոսը հիշեցնում է, որ մեր պայքարը ոչ թե մարդկանց դեմ է, այլ չարի հոգևոր ուժերի։ Ուստի մեզ պետք է Աստծո պաշտպանություն եւ զորություն դիմակայելու։ Երբևէ աղոթել եք զորության համար դիմակայելու փորձություններին։
Մի հույս դրեք միայն ձեր ուժերի վրա, խնդրեք Աստծուն զորություն փորձությունների դեմ եւ միշտ զգոն եղեք, քանի որ հենց նրա զորությամբ մենք կհաղթենք չարին։ 11. Ազատում չարից։ Այլ փրկիր մեզ չարից։ Երբ աղոթում ենք այլ փրկիր մեզ չարից, մենք ճանաչում ենք, որ ապրում ենք աշխարհում, որտեղ չարը իրական է եւ գործում է։ Հիսուսը սովորեցրեց խնդրել Աստվածային պաշտպանություն, քանի որ գիտեր հոգևոր պայքարների մասին, որոնց բախվելու ենք։ Եփեսացիներ 6:12 մեր պայքարը ոչ թե արյան եւ մարմինի դեմ է, այլ իշխանությունների, տերությունների դեմ, այս աշխարհի խավարի ուժերի։ Սա նշանակում է, որ կան հոգևոր ուժեր, որ ցկտում են հեռացնել մեզ Աստծուց, հուսահատեցնել եւ սայթաքեցնել։ Աղոթել չարից ազատվելու համար նշանակում է փնտրել ապաստան ամենակալ Աստծու մոտ, միակի, որ կարող է պաշտպանել եւ պահպանել մեզ։ Մենք մենակ չենք պայքարում, Տիրոջ պաշտպանությունը վահան է փոթորիկների մեջտեղում։ Բացի դրանից, խնդրանքը չարից ազատվելու մասին զգոնության կոչ է։ Հիսուսը զգուշացնում է Մատթեոս 26:41-ում. «Զգաստ եղեք եւ աղոթեք, որպեսզի չընկնեք փորձության»։ Մենք պետք է զգոն լինենք թշնամու խարտավանքների նկատմամբ եւ ամեն օր ամրապնդենք մեր հավատը Աստծու մեջ։ Ուստի ասելով փրկիր մեզ չարից, հոգ տարեք ձեր մասին։ Նա հավատարիմ է եւ չի թույլ տա, որ չարը հաղթի նրանց, ովքեր ապաստան են գտել նրա մոտ։ Թող Աստված դառնա ձեր ամրոցը եւ պաշտպանությունը։ 12. Աստծո արքայությունը եւ նրա իշխանությունը։ Քանզի քոնն է արքայությունը։ Երբ Հիսուսը սովորեցրեց ավարտել աղոթքը քանզի քոնն է արքայությունը խոսքերով, նա հաստատեց հիմնական ճշմարտությունը. Աստված վերահսկում է ամեն ինչ։ Աստծո արքայությունը հավիտենական է եւ իշխանավոր, ոչինչ չի կատարվում առանց նրա թույլտվության։ Այս ճանաչումը բերում է հսկայական թեթևություն։ Քանի անգամ ենք փորձում վերահսկել ամեն ինչ շուրջը եւ վերջում հոգնած, անհանգիստ եւ հիասթափված ենք մնում։ Հռչակելով, որ Աստված թագավորում է, մենք հանձնում ենք մեր հոգսերը միակին, ով իսկապես տիրում է իրավիճակին եւ ամեն ինչ վերահսկում է։ Այս արկահայտությունը նաեւ կոչ է անում ապրել որպես արքայության քաղաքացիներ, տարածելով նրա արժեքները՝ արդարություն, սեր եւ խաղաղություն։ Ինչպես ասաց Հիսուսը Մատթեոս 6:13-ում. «Նախ փնտրեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը»։ Բացի դրանից, Աստծո իշխանության ճանաչումը հույս է տալիս նույնիսկ երբ աշխարհը թվում է քաոսային։ Մենք գիտենք, որ Աստծո արքայությունը վերջում կհաղթի։ Ամեն ծունկ կծրվի եւ ամեն լեզու կխոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է։ Փիլիպպեցիներ 2:11։ Ուստի ասելով քանզի քոնն է արքայությունը, ասեք հավատով եւ վստահությամբ. Տեր, թագավորիր իմ կյանքում, իմ ընտանիքում եւ ամեն ինչում, ինչ կապված է ինձ հետ։ 13. Ամբողջ զորությունը Աստծո է։ Եվ զորությունը, այս արտահայտությունը հիշեցնում է մեզ հիմնականը. Աստված ամենակալ է։ Նա ոչ միայն կառավարում է տիեզերքը, այլ ունի բացարձակ զորություն գործելու ցանկացած իրավիճակում, որքան էլ անհնար թվա։ Քանի անգամ ենք զգում մեզ թույլ եւ անկարող ինչ-որ բան փոխելու։ Այդպիսի պահերին պետք է հիշել, որ Աստծո զորությունը անսահման է։ Երեմիա 32:27-ում Աստված ինքն է ասում. «Ես եմ Տերը, ամեն մարմնի Աստվածը, արդյոք ինձ համար ինչ-որ բան անհնար է»։ Այս հայտարարությունը հրավեր է վստահելու Աստծո զորությանը, անկախ մարտահրավերի մեծությունից։ Աստված ավելի մեծ է։ Նա ունի զորություն բուժելու, վերականգնելու, ապահովելու եւ փոխակերպելու ցանկացած հանգամանք։ Երբ հանձնում ենք մեր պայքարը նրան, դառնում ենք մեր հասկացողությունից դուրս հրաշքների վկաներ։ Բացի դրանից, ճանաչելով եւ զորությունը, մենք հռչակում ենք, որ հույս չենք դնում սեփական ուժերի վրա։ Սա խաղաղություն է բերում սրտին, երբ թույլ ենք զգում։ Աստվածաշունչը հիշեցնում է. «Իմ զորությունը կատարյալ է դառնում թուլության մեջ»։ 2 Կորինթացիներ 12:9-ում։ Անսահման զորությամբ ես խաղաղություն եմ գտնում քո մեջ եւ վստահում քո գործողությանը։ 14. Հավիտյանց փառքը։ Եվ փառքը, երբ ասում ենք եւ փառքը, մենք ճանաչում ենք, որ ամբողջ պատիվը եւ գովասանքը բացառապես Աստծո են։ Նա արժանի է փառավորվելու մեր աղոթքներում, կյանքում եւ ամեն ինչում, ինչ անում ենք։ Աստծո փառքը այնքան մեծ է, որ գերազանցում է մեր հասկացողությունը։ Եսայա 6:3-ում հրեշտակները հռչակում են. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տեր Սաբաոթ, ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։ Երբ գալիս ենք նրա մոտ աղոթքով, մեր բնական արձագանքը երկյուղացությունն ու փառաբանությունն է նրա անվան։ Բացի դրանից, փառք տալը խոնարհություն է, ամեն ինչ, ինչ մենք ենք եւ ունենք, գալիս է նրանից։ Երբ հասնում ենք հաղթանակների, կարևոր է հիշել, որ Աստված տվեց զորություն եւ կարողություններ։ Առաքյալ Պողոսը գրեց. «Ուստի ուտելիս, խմելիս կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արեք Աստծո փառքի համար»։ Աղոթքի այս մասը նաեւ սովորեցնում է, որ Աստծո փառքը հավիտենական է։ Այս աշխարհի բաները գալիս եւ անցնում են, բայց Աստծո մեծությունը մնալու է հավիտյան։ Երբ ապրում ենք նրա փառքի համար, գտնում ենք կյանքի նպատակ եւ իմաստ։ Ուստի աղոթեք շնորհակալ սրտով. Տեր, ամբողջ փառքը քեզ է։ Թող իմ կյանքը փառավորի քո անունը ամեն ինչում ինչ անում եմ։ 15.
Հավատի ավարտ։ Ամեն։ Թող լինի այդպես։ Ամեն բառը ոչ միայն աղոթքի ավարտ է, այլ հավատի եւ վստահության հռչակում Աստծո հանդեպ։ Ասելով ամեն, մենք հաստատում ենք. թող լինի այդպես։ Տեր, ես հավատում եմ այն ամենին, ինչի համար հենց նոր աղոթեցի։ Ամենը հզոր բառ է, որ արտահայտում է համաձայնություն Աստծո կամքի հետ։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլ նվիրվածության եւ վստահության արարք, որ Աստված լսում է մեր աղոթքները։ Կորինթացիներ 1:20-ում ասված է. քանի որ Աստծո բոլոր խոստումները նրանով են այո եւ նրանով ամեն։ Ավարտելով Հայր մերը ամենով, մենք կրկին հաստատում ենք մեր հավատը Աստծո թագավորության, զորության եւ փառքի հանդեպ։ Սա ինչպես հայտարարություն է, ես հավատում եմ, որ դու ամենակալ ես, Տեր, ես վստահում եմ քեզ։ Այս պարզ ամեն բառը նաև մարտահրավեր է նետում մեզ ապրել համաձայն այն ամենի, ինչի համար աղոթում ենք։ Եթե խնդրում ենք, որ Աստծո կամքը կատարվի, պետք է պատրաստ լինենք հետևել Հոր առաջնորդությանը։ Աղոթքը ոչ միայն խոսակցություն է Աստծո հետ, այլ բաց լինել նրա փոխակերպող զորության հանդեպ մեր կյանքում։ Ուստի հաջորդ անգամ, երբ ասեք ամեն, արեք սրտանց եւ հավատով, հռչակելով ամբողջ սրտով, թող լինի այդպես, Տեր, իմ կյանքում, իմ ընտանիքում եւ ամբողջ աշխարհում։ Ամեն։ Մեծ շնորհակալություն, որ մնացիք ինձ հետ մինչև վերջ։ Հույս ունեմ, որ այս ուղերձը դիպել է ձեր սրտին եւ ամրապնդել ձեր հավատը։ Եթե այս խոսքը փոխել է ձեր կյանքը, մի մոռացեք լայք դնել, բաժանորդագրվել ալիքին եւ կիսվել այս տեսանյութով նրա հետ, ում էլ պետք է լսել այս ուղերձը։ Թող Աստված առատորեն օրհնի ձեզ եւ մինչև հանդիպում հաջորդ տեսանյութում։